Ողջույն ձեզ։ Ուրեմն, եթե կարելի է, ինչի՞ չէ։ Երևի սենց ավելի լավ է, հա։ On։ Փարթիրոջ է։ Բերեք իմ խոսքից առաջ մի հատ իրար հետ աղոթենք, որովհետև կարևոր է, որ ամեն բան աղոթքով սկսվի եւ ամեն բան աղոթքով արվի։ Ես հավատում եմ աղոթքի զորությանը, կամ մեկը որ հավատում է աղոթքի զորությանը։ Հավատում եք։ Շատ եք հավատում։ Ամեն։ Բերեք ուրեմն իրար հետ աղոթենք, որովհետև այդ աղոթքի մեջ ուժ կա, զորություն կա, իրավիճակները փոխելու, մթնոլորտը փոխելու, երկինքները բացելու եւ Տիրոջ ներկայությունը իջեցնելու մի վայր, որտեղ այո, որտեղ Աստծո ժողովուրդը հավաքված են եւ Աստծո ժողովուրդը սպասում է Տիրոջ, ասենք ներկայությունը, օրհնությունը, նրա առաջնորդությունը։ Ես եմ հավատում այդպես։ Բերեք աղոթենք եւ ասենք Տեր, ուղեկցի մեզ, քո հոգով առաջնորդի մեզ, մենք դրա կարիք ունենք։ Որովհետեւ եթե Տիրոջ առաջնորդությունը չլինի, մենք ի վիճակի չենք բան անելու։ Մեր ուժերը այնքան սահմանափակ են, մեր կարողությունները այնքան սահմանափակ։ Բայց Տիրոջ օգնությամբ ամեն բան կարող ենք, որովհետեւ նա ով մեր մեջ է, նա զորավոր Աստված է, նա զորավոր Տեր է։ Սիրում ենք քեզ Տեր։ Այնքան թանկ ես մեզ համար ով Աստված, որ քո ամեն մի վարկյանը մեզ համար մի կյանք է։ Քո ամեն մի հպումը Տեր Քրիստոս, մի ուրախություն, մի ներքին ցածկոց եւ մի ներքին երջանկություն Աստված է։ Մենք առանց քեզ Տեր Քրիստոս այս երկրի վրա որևիցե արդյունքի չենք կարող հասնել։ Եվ առանց քեզ Տեր Քրիստոս մեր ուժը սահմանափակ է։ Բայց քո ներկայությունը եւ քո ուղեկցությունը ուժեղացնում է մեզ կարող է դարձնում եւ մենք կարողանում ենք հաղթահարել մեր առջեւ դրված ամեն խնդիրներ, ամեն դժվարություններ ու բարդություններ։ Եվ այդ ամենի մեջ Տեր մենք ուղղակի կարողանում ենք փառավորել քո սուրբ անունը։ Ուղեկցի այսօր մեզ խոսքի մեջ, քո հոգովդ, քո ներկայությունովդ, որպեսզի քո խոսքը պարապ չլինի Տեր, եւ դատարկ չվերադառնա, որովհետեւ քո խոսքը ուժ ունի գործելու, սրտեր փոխելու, մտքեր նորոգելու եւ գալիքների վրա ազդելու եւ ճակատագրեր փոխելու։ Ես խնդրում եմ օգնի եւ օրհնի Տեր, որ այսօր քո խոսքը իր նպատակին հասնի եւ ամեն սիրտ այսօր տեսնի քո անվան փառքը, քո խոսքի ուժը, քո խոսքի զորությունը եւ կարողությունը, որ քո խոսքը երեք այսօր ու հավիտյան նույնն է, անփոփոխ է եւ որևիցե բան Տեր չի կարողանում փոխվել եւ իրավիճակների վրա ազդել, եթե դա քո կամքը չլինի։ Մենք հանձնվում ենք քո կամքին, քո ուժին, քո առաջնորդությանը եւ ասում ենք ուղեկցի մեզ ու փառավորվի մեր կյանքի մեջ։ Ամեն ու ամեն։ Փարթիրոջը ողջույն ձեզ, սիրելիներ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իմ սիրտը ուրախանում է, որ գնում եք տարբեր քաղաքներ Հայաստանում եւ Ռուսաստանում եւ ամեն վայրերում տեսնում ենք հայկական եկեղեցիներ, որ հայկական համայնքներ կան եւ մեր ազգը, մեր ժողովուրդը գտնում է իր փրկությունը, իր Տիրոջը։ Այս ուրախալի, այս ցանկալի լուր է եւ ցանկալի իրավիճակ է։ Ես անկեղծ ասած շատ եմ ուրախանում, որ մեր հայրենակիցները աշխարհի ամեն վայրում փրկվում են։ Ես շատ եմ ուրախանում, որ իրոք, գիտեք, մենք կարող է մեր պատմության մեջ երկար տարիների պատմություն ունենք, մենք հին ազգ ենք եւ երկար տարիների պատմության մեջ մենք ունեցել ենք եւ հաղթանակներ, բայց շատ պարտություններ ենք ունեցել որպես ազգ։
մենք մեկ-մեկ մեր պատմությանը, որ նայում ենք, ասում ենք աշխարհակալ պետություն ենք եղել, մեծ իմպերիա է եղել Հայաստանը, բայց ես նայում ենք մի փոքր երկիր է, եւ դա խոսում է այն մասին, որ այդ մեծ երկիրը փոքրացել է դարերի ընթացքում, կռիվների ընթացքում, եւ շատ ցավ ու դարդ է տեսել այս ազգը, բայց այս երկրի վրա տարածքի մեծությունը չի, որ խոսում է ինչպիսի ազգ ես դու, այլ որքան է քո ազգը, քո ժողովուրդը կադրեր տալիս երկնքի արքայությունը, այդ բառը չեմ անում, ճիշտ բառը թե չէ, որովհետև հաղթող են այն ազգերը եւ ուժեղ են ու զորավոր են այն ազգերը, որոնք երկնքի արքայությանը շատ անդամներ են տալիս, շատ կադրեր են տալիս։ Եվ թերևս մեր ազգը այդ ազգերից մեկն է, որ երկնքի արքայության մեջ բազում կադրեր է տալիս, բազում հոգիներ է տալիս։ Եվ դրա համար Աստված նայում է, որ սա հաղթող ազգերից մեկն է։ Դրա համար ես ուզում եմ շնորհավորեմ քեզ, որ այդ հաղթանակի մեջ դու էլ կաս, քո անունն էլ է գրված այդ հաղթանակողների կյանքի գրքի մեջ, եւ դու ինքդ ունես այդ մեծ ուրախություն ու երջանկությունը, որովհետեւ Տիրոջ հոգին այսօր քո մեջ է բնակվում։ Թող Տերը օրհնի քեզ, թող Տերը զորացնի քեզ, թող Տերը ուղեկցի քեզ, տանի մինչև այդ հավիտենական կյանքը, որի համար դու պատրաստված ես։ Փառք Տիրոջը։ Ես Վանաձորից եմ, Վանաձորը դա նախկին Կիրովականն է։ Քույրերին ասում եմ, ես Վանաձորից եմ, այդ ոնց ասեցին, չէ, Վայոց ձորն ասում եմ, չէ, Վանաձորն է, Վայոց ձորը չի։ Վայոց ձորն է, Վայոց ձորն է, այնտեղ Վայոց ձորերում է, բայց մենք Վանաձորն ենք, սա էլ Կիրովականն է, ասենք նոր, ասենք իր անունը Վանաձոր է։ Հայաստանի երրորդ քաղաքն է, ասեմ ձեզ իմանաք, եթե չգիտեք, նախկինում ունեցել է 180,000 բնակչություն, հիմա նվազել է այդ բնակչությունը, ասում են, որ արդեն մի 100-120,000 բնակչություն կա, որովհետև մինչև 60,000 քաղաքը կես էր եղել, մի 60,000 էր մնացել, հիմա նորից հետ են վերադառնում, շատ մեր հայրենակիցներ հետ են եկել ու քաղաքը նորից վերածնունդ է ապրում, նոր շունչ է ստանում։ Մեր քաղաքում կան բազմաթիվ ավետարանական եկեղեցիներ, որոնցից մեկը մեր եկեղեցին է, այդքան էլ մեծ եկեղեցի չի, 180 անդամ ունենք, մեր եկեղեցում մի փոքր թաղամաս է, տարածք է, 2500, դա երկրաշարժից հետո կառուցված տարածք է, եւ մոտ 2500-3000 բնակչությամբ թաղամաս է։ Եվ այդտեղ ունենք մենք եկեղեցի, եկեղեցու շենք եւ մեր պաշտամունքները, մեր ժողովները անում ենք այդ տարածքում։ Եվ ձեզ են փոխանցում մեր եկեղեցու ողջունները, բարևները, ջերմ, որպեսզի իմանաք, որ դուք միայնակ չեք այս երկրի մեջ, այս աշխարհում։ Ունեք ձեր նման քաղցր եղբայրներ եւ քույրեր եւ Հայաստանում։ Տերը օրհնի ձեզ։ Հա? Այո։ Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա եւ 2 թոռնիկ։ Եվ երջանիկ պապիկ եմ եւ երջանիկ հայրիկ եմ։ Գինս այսօր թերևս այստեղ չի, մի փոքր ինձանից նեղացավ, ասեց ինչ չես տանում, հա դե կանայք մի քիչ նեղանում են, որ իրանց չեն տանում որևիցե միտեղ, մի փոքր նեղացավ, բայց հետո էլի ամեն բան կարգավորվեց։ Հիմա կարոտել է, ես իրան եմ կարոտել, բայց դեռ ժամանակ կա։ Ու Տերը թող օրհնի մեզ բոլորիս, որովհետև այս երկրի վրա մենք պանդուխտ ենք, թափառական ենք, օտար ենք, այս երկրի վրա ժամանակավոր ենք, որովհետև մեր տունը, հավիտյան տունը, մեր մնայուն տունը երկինքն է, երկնքում է,
եւ երանել են այն մարդիկ, ովքեր որ ապրելով երկրի վրա խորհում են, մտածում են երկնքի մասին եւ իրենց ողջ զգայարանները, միտքը, զգացմունքները կապում են երկնքի հետ, որովհետեւ վերին բաների մասին մտածելա պետք։ Ով է ձեզանից նա, որ վերին բաների մասին ամեն օր մտածում է, ասենք իր հայացքը կտրում է, ես չունեմ, այն չունեմ, ես չկա, այն չկա, հա, այս խնդիրն է, այն խնդիրն է, ամեն օր ես սանց ասում հալա լսեք, ձեններդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք։ Հիմա թույլ տվեք ես մտածեմ երկնքի մասին, այն արքայության մասին, այն հիասքանչ վայրի մասին, որը գալիքում ինձ է սպասում եւ որը գալիքում ես պետք է վայելեմ։ Տերը թող օգնի, որ դուք իրականում ասենք երկնքի այդ գալիքի մասին մտածող ժողովուրդ դառնաք եւ ունենաք մտքի լուրջ փոփոխություն եւ սրտի փոփոխություն եւ պատրաստեք ձեզ ամեն օր այդ հիասքանչ հանդիպմանը Տիրոջ հետ հավիտենության մեջ, որովհետեւ մեր Տերը մեզ խոստացել է հավիտենական բնակավայր։ Եթե այստեղ վարձով ես ապրում, իմացին դե արդեն քո տունը պատրաստ է։ Այդ բոլոր նրանց համար, ովքեր որ անհանգստանում են, բա տուն չունենք։ Ունեք, ուղղակի ձեզանում խաբար չկա։ Դուք այնքան լավ տուն ունեք։ Տերը ասավ, դե որ չունենայիք, ասեի գնում եմ, որ պատրաստ եմ, բայց ունեք։ Դրա համար գնում եմ, որ հետո գամ ձեզ տանեմ այդ ձեր բնակարանները։ Ահա ինչա Տերը ուզում մեզ համար անի եւ մեզ համար պատրաստի։ Ես ուզում եմ կիսվել խոսքերս ամեն տարի, ասենք մի քանի լավ խոսքեր ա Տերը դնում իմ սրտի մեջ եւ այս տարի էլ մի քանի ասենք լավ տենց խոսքեր ունեմ, որ մեր եկեղեցում եմ կիսվել, կուզեմ ձեզ հետ էլ կիսվեմ այդ խոսքը, որովհետեւ դա ինձ համար ասենք հայտնություն է եւ եթե մի բան ինձ համար հայտնություն է դառնում, կարող է ձեզ համար հայտնություն չլինի, բայց ընդունեք իմ հայտնությունը եւ նորոգեք ձեր հին ստացած հայտնությունը այսօրվա խոսքով։ Վերնագրել եմ այսպես այդ խոսքը Աստծո հավիտենական եւ անփոփոխ խոսքը։ Աստծո հավիտենական եւ անփոփոխ խոսքը։ Ուզում եմ Եսայի մարգարեության 55-րդ գլխի 11-րդ խոսքից կարդալ եւ սկսել իմ խոսքը։ Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը նա արդարություն նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը եւ հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։ Մի հատ էլ կարդամ, ուշադիր։ Եսայի մարգարեության, Եսայի 55:11 Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը։ Այսինքն Տերը իր բերանից խոսքեր է արձակում, խոսքեր է հռչակում, ասում։ Նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, դատարկ չի վերադառնա այդ խոսքը Տիրոջ մոտ, այլ կկատարի իմ փափագը եւ հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։ Այսինքն պարապ Աստծո խոսքը դատարկ, աննպատակ, անիմաստ, փուչ ետ չի վերադառնում։ Եթե մի բան Աստծո բերանից դուրս է եկել, Աստծո բերանից դուրս եկած խոսքը եկել է նրա համար, որ նա նպատակին հասնի։ Այսինքն այդ խոսքը նպատակ ունի, գործ ունի, եւ այդ խոսքը ուզում է, որ իր գործը եւ նպատակը կատարի Աստծո ժողովրդի կյանքում։ Ով է սրան հավատում։ Օրինակ, Աստված ասեց լույս լինի։ Ինչ եք կարծում, այդ լույսը եղավ թե չի եղավ։ Այսինքն, երբ որ մի խոսք Աստծո բերանից դուրս է գալիս, սա դատարկ, պարապ չի վերադառնում։ Ինչ եք կարծում, Աստված երկրորդ անգամ ասեց այլուց, բա ես քեզ չասեցի եղի։ Սենց բան չկա Սուրբ գրքում։ Այսինքն, եթե մի բան Աստված ասում է լինի,
Ասում է այ լույս, եղի, այդ լույսը ենթարկվում է եւ հասկանում է, որ դա դուրս է եկել Աստծո բերանից եւ ինքը պարտավոր է լինի։ Ես ուզում եմ, որ դուք ուղղակի այսօր այս խոսքը ուշադրի լսեք, որովհետեւ ձեր գալիքում թերևս այս խոսքը շատ հարցերում կօգնի։ Ձեր կյանքի փոփոխության մեջ, ձեր խնդիրների եւ դժվարությունների ժամանակ, որովհետեւ մենք անցնում ենք մի ճանապարհ, որ ժամանակ առ ժամանակ բախվում ենք ամենատարբեր փորձությունների, բախվում ենք ամենատարբեր դժվարությունների եւ այդ ժամանակա ընթացքում մենք ունենում ենք շատ մեծ խնդիրներ։ Շատերը ասում են Աստված ինձ չի սիրում, Աստված իմ աղոթքները չի լսում, Աստված իմ աղոթքներին պատասխան չի տալի, այ Օֆիկի աղոթքը լսում է, բայց իմը չի լսում, այ Գուրգենի աղոթքը լավ է լսում, բայց իմը չի լսում, այ նրա աղոթքներին պատասխանում է, իմին չի պատասխանում։ Եվ շատերը շատ հավատացյալներ հենց այս ձև մտածում են, որ Աստված իրանց աղոթքը չի լսում։ Եվ շատերը մտածում են, որ Աստված կարծես թե իրանց մասին մոռացել է։ Ձեր հետ եղել է տենց բան, որ դուք էլ տենց մտածեք։ Եղել է, չէ՞։ Բայց արդյոք դա ճշմարտություն է, բայց արդյոք դա համապատասխանում է այն իրականությանը, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է մեզ եւ ներկայացնում է Աստծուն եւ նրա բերանից դուրս եկած խոսքը, որ ներկայացվում է մեզ։ Արդյոք համապատասխանում է սա ճշմարտությանը, թե ոչ։ Եվ այսօր մենք կփորձենք այս հարցերին պատասխան տալ եւ այս հարցերի լուծումը տեսնել Սուրբ Գրքով եւ Աստծո խոսքով, որովհետեւ Աստծո խոսքը պարապ չի վերադառնում։ Եթե մի բան հրճակել է Տերը մի բան արձակել է հոգեվոր աշխարհի մեջ, երկրի մեջ, այդ պարապ, դատարկ, ետ չի վերադառնալու։ Երկրորդ անգամ Աստված ասենք բաներ կա չի ասում, չի կրկնում։ Դավիթը ասում էր, որ Դավիթ թագավորը ասում էր, Տերը մի անգամ խոսեց, բայց ես երկու անգամ լսեցի։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք Տիրոջ մի անգամ խոսացածը ունակություն ունենանք երկու անգամ լսել։ Ինչի համար ենք երկու անգամ լսում։ Որովհետև Տերը, երբ որ մի բան անփոփոխ իր խոսքը ասում է, հրճակում է, մենք կարող է առաջի անգամ լավ չլսենք, կարող է առաջի անգամ լավ չհասկանանք, առաջի անգամ կարող է մենք դժվարությամբ լսենք, բայց առաջի անգամից հետո հաստատ, որովհետև այդ խոսքը մեր դեղն է եւ դեղամիջոցն է, մեր բժիշկն է եւ մեր ելքն է, երկրորդ անգամ հաստատ լսում ենք։ Երբ որ եղնում ենք փորձության մեջ, երբ որ եղնում ենք նեղության մեջ, երբ որ եղնում ենք դժվարության մեջ, առաջի անգամ հեզնես լսեցինք, բայց երկրորդ անգամ դա գործեց մեր կյանքի մեջ։ Դա փոխեց մեր կյանքը, մեր դժվարությունները եւ մեր փորձությունները լուծեց։ Սրանով է հավատում, որ դա այդպես է։ Մի անգամ կարդացել էիր, շատ չէիր ուշադրություն դարձել, բայց մեկ էլ հանկարծ կարդում ես, ասում ես, «Վաու, սա է պատասխանը իմ աղոթքների, սա է լուծումը իմ աղոթքների եւ սա այն է, որ բժշկում է ինձ»։ Ամեն։ Երկրորդ անգամ հասնում է տեղ։ Մենք տենց ենք, մի քիչ դժվար ենք հասկանում, մի քիչ դժվար է հասնում, բայց որ հասնում է, բայց որ ըմբռնում ենք, Էլ որևիցե մեկը դա չի կարող մեզանից առնի, դա որևիցե մեկը չի կարող մեզանից հանի։ Ամեն։ Ուրեմն ինչ է նշանակում Աստծո հավիտենական եւ անփոփոխ խոսք։ Ես ուզում եմ, գիտեք, Սաղմոս 119-րդ Սաղմոսը կարդամ, ռուսերենում երևի 118-ն է, 89-րդ խոսքը։ Դավիթը ինչ է ասում։ Ով Տեր Քո խոսքը, լսում եք, Դավիթն ասում, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։ Ասում Աստված իմ, ինչ կարևորագույն բան է ասում Դավիթ թագավորը, այսինքն Աստծո խոսքը
հավիտյան հաստատված է իր արքայության մեջ։ Եվ այն խոսքը, որը հավիտյան հաստատված է, սա անփոփոխ է, սա փոփոխության ենթակա չի, որովհետև դա հավիտենական խոսք է։ Եվ այն ինչ որ հավիտենական է, նա ինքը իր մեջ չի կրում ժամանակավոր բնույթ, նա ունի բոլոր ժամանակների մեջ ուժ եւ կարողություն դրսևորելու իր անփոփոխ լինելը, իր հավիտենական լինելը։ Ես պարզ եմ ասում, հասկանալի եմ ասում, ըմբռնում եք ինչ եմ ասում։ Եվ քո խոսքը հավիտենական հաստատված է երկնքում, սա հաստատություն է, սա վեմ է, սա ժայռ է, սա ամրոց է, սա մի բան է, որ չի փոխվում, իր ուժը եւ դերը ժամանակների մեջ չի կորցնում, տարիները չեն կարող սրա վրա ազդել, դարերը չեն կարող սրա վրա ազդել, որովհետև սա անփոփոխ հավիտենական խոսք է։ Եվ սա այն ինչ որ մենք պետք է հասկանանք եւ համոզվենք եւ ունենանք մեր սրտերի մեջ, որ սա է միակ այն ճշմարտությունը եւ ուժը, որին մենք պետք է ապավինենք, որովհետև եթե մի բան անփոփոխ է եւ հավիտենական է, սրան կարելի է վստահել։ Մենք ինչքան մարդկացից ենք հիասթափվել, ինչքան մարդիկ իրանց խոսքերով հիասթափացրել են մեզ, խոստացել են մի բան եւ այդ իրանց խոստացածը չեն կատարել, մեծ բաներ ասել են եւ այդ իրանց մեծ ասած բաների հետևում չեն կանգնել։ Եվ ինչքան մարդիկ ասենք խոստացել են, որ ես չեն կանի, այն փոքր երեխեքներ, չէ՞, բաբչա, մամչան, մենք այդ չարություն չեն կանի։ Ասում եմ մի փոքր ժամանակ, մեկ էլ այդ փոքրիկ բալիկները այդ նույն չարությունը մի հատ են կրկնում։ Մեզ թվում է, թե մենակ դա այդ փոքր բալիկների հոգեբանությունն է, բայց բանից պարզվում է, որ շատ մեծ բալիկներ մեր տարիքի, այդ շատ մեծ բալիկներն են նույն հոգեբանությունը եւ նույն սխալները կրկնելու եւ թույլ տալու ունակություն ունեն։ Եւ այդ մեծահասակները այսօր չեն գնահատում եւ չեն արժեքավորում իրանց բերանից դուրս եկած խոսքը։ Բայց Աստված այդպեսին չի, Աստված խիստ արժեքավորում է եւ խիստ գնահատում է իր բերանից դուրս եկած խոսքը։ Ամեն։ Որովհետեւ Աստծո բերանից դուրս եկած խոսքը նա պարապ չի վերադառնում, դատարկ առանց գործի չի վերադառնում։ Աստծո խոսքը նա հավիտենական է, անփոփոխ է, արարելու, հրաշքներ գործելու, կյանքեր փոխելու, բժշկելու եւ ճակատագրերի վրա անցնելու։ Սա անփոփոխ մի հատ խոսք է։ Եվ սրան պետք է մենք խորը հավատանք, որովհետեւ Աստծո խոսքը ժամանակավոր չի, Աստծո խոսքը հավիտենական է եւ այդ հավիտենության մեջ ուղղակի անփոփոխ մնում է։ Եվ սա մենք պետք է հասկանանք։ Հիմա ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա անդրադառնամ, որովհետև եթե Աստծո խոսքը հավիտենական է, անփոփոխ է, նա կա, դա ոնց հասցրվեց մեզ, ոնց հասավ մեզ, որովհետև այն ինչ որ հավիտենական է եւ անփոփոխ է, պետք է դա մեզ էլ հասնի։ Մենք էլ պետք է դա տեսնենք։ Գիտեք, Աստծո խոսքը մարմնանալու իրավունք ունակություն ունի, մարմնանալու։ Եթե հիշում եք Եսայի 55-ի 11-ի վերջում մի հատ էսպիսի դրվագ կարդացինք խոսք, որ ասում է հաջողություն կունենա ամեն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։ Այդ խոսքը հաջողություն կունենա ամեն բանում, ինչի համար ես նրան ուղարկել եմ։ Ուրեմն եթե այդ խոսքը ուղարկվել է, Աստծո կողմից ուղարկվել է, նա հաջողություն կունենա։ Եվ ամենավառ օրինակը, որ այդ խոսքը կարողանում է մարմնանա եւ ձևավորվի, դա դրսևորվեց այն ժամանակ, երբ որ Հովհաննես առաքյալը ասեց եւ սկզբում էր խոսքը։ Եվ խոսքը Աստծո մոտ էր։ Եվ խոսքը Աստված էր։ Եվ խոսքը մարմին դարձավ, մարդ դարձավ եւ մեզ ուղարկվեց։ Գիտեք ինչքան կարեւոր է, որ մենք հասկանանք, որ այդ խոսքը
Աստծո հավիտենական խոսքը ունակություն ունի մարմնանալու, ձև ստանալու, մարմին առնելու։ Սա եթե մենք ըմբռնենք եւ հասկանանք, որ ամեն բերանից Աստծո դուրս եկած խոսքը այդ նույն ձևի կարա մարմնանա եւ մարմնացում ստանա, ինչպես ստացավ Տեր Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք հասկանալ եւ ըմբռնել եւ ասել, որ այ ամեն խոսք դա կարանք մենք մարմնավորենք, ձևավորենք մեր կյանքի մեջ։ Ինչի համար? Որովհետև սա հավիտենական խոսք է, սա անփոփոխ խոսք է, սա դուրս է եկել Աստծո բերանից։ Եվ եթե Աստված դա ասել է, դա չի կարա չիրականանա ում կյանքում, նրանց կյանքում, ովքեր դրան կհավատան։ Որովհետև արդարը հավատքով կապրի։ Եվ առանց հավատքի անհնար է հաճեցնել Տիրոջը։ Եթե որևիցե մեկը ուզում է, որ Աստծո անփոփոխ խոսքը իր կյանքում գործի, իսկ մենք ուզում ենք, մենք այնքան բաներում ենք ուզում, որ Աստծո անփոփոխ խոսքը նյութականանա, իրականանա, մատերիա դառնա, ունենա մարմնացում, ձևավորվի որպես իրականություն մեր կյանքի մեջ, այնքան ոլորտներում դրա կարիք ունենք։ Կա մեկը, որ դրա կարիքը չունի։ Դες մարդ չկա։ Մեզանից ամեն մեկը կարիք ունի Աստծո խոսքի մարմնացման, իրականացման, ասենք այդ ձևը ստանալուն մեր կյանքի մեջ, մեր գործերի մեջ, մեր ընտանիքների մեջ։ Բայց սա գործումը, մարմնանումը, իրականություն է դառնում նրանց կյանքում, ովքեր որ այս խոսքին անփոփոխ հավիտենական խոսքին հավատում են շատ խորը, հավատում են այդ նույն ձևի անփոփոխ, ոնց որ այդ խոսքը անփոփոխ գրված է։ Չեն ասում մի օր, դե այո, այն նույնն ասում են, ոչ։ Չէ։ Եթե իրանք ասում են այո, ուրեմն ամեն։ Եվ ընդունում են, եւ չեն կասկածում այդ խոսքի վրա։ Այդ խոսքը չեն դնում իրանց զգացմունքների կասկածանքի տակ։ Որովհետև երբ որ մարդը դնում է Աստծո խոսքը իր զգացմունքների կասկածանքի տակ, այդ անփոփոխ հավիտենական խոսքը չի կարա մարմնանա, չի կարա գործի իրականություն դառնա քո կյանքի համար։ Բայց եթե դու թույլ ես տալիս, հավատում ես, որ այդ հավիտենական անփոփոխ խոսքը քո կյանքում մարմնանա, իրականանա, դու հավատում ես, հավատքով վերցնում ես, հավատքով ուղակի բռնում ես եւ ասում ես, լսի, ես հավատում եմ, իմ հավատքը ձեռքեր ունի եւ այդ հավատքից ձեռքերը ես տարածում եմ, երկարացնում եմ, վերցնում եմ Աստծո այդ հավիտենական խոսքը, դնում եմ իմ կյանքի մեջ եւ միայն մի բան եմ ասում, այո եւ ամեն, չնայած իմ ողջ զգացմունքները ասում են, դա թենք չի, ասում եմ, լսի այ զգացմունք, դե լսի իմ ասածը, իմ հրճակումները, իմ հավատքը դա տենց է, որովհետև Աստված է ասել դա, որովհետև դա հավիտենական խոսք է, դա անփոփոխ խոսք է, դա ճշմարտություն է։ Այդ ժամանակ սա գործում է, այդ ժամանակ սա աշխատում է։ Բայց եթե մի օր ասում ես, հա աշխատում է, մի օր ասում ես, չէ, դա երևի իմ կյանքի համար չի, մի ուրիշի կյանքի համար է, դա ոնց կարա աշխատի։ Դա չի կարա աշխատի։ Խնդիրը Աստծո խոսքի մեջ չի։ Նրա նյութականացման մեջ չի, խնդիրը մեր մտածելաձևի մեջ է, մեր հավատքի մեջ է, որքան ենք մենք խորը հավատում, վստահում այդ խոսքի հավիտենության եւ անփոփոխ լինելուն, որովհետեւ այդ խոսքը ցույց տվեց, որ ինքը կարա մարմին ստանա։ Այդ խոսքը ինքը ցույց տվեց, որ ինքը կարողանում է մարմնավորվի։ Հիսուսի օրինակը հենց այդ մարմնացման օրինակն էր, խոսքը մարմնավորվում է, խոսքը ձև է ստանում, խոսքը կյանք է ստանում, խոսքը արարում է, խոսքը փրկում է, խոսքը իշխում է, խոսքը բժշկում է, խոսքը անեծքներ է քանդում։ Բայց նրանց կյանքում ովքեր կհավատան եւ չեն կասկածի, կհավատան եւ թույլ չեն տա, որ դա, ասենք, որևիցե ձևով իրանց հավատքի վրա ազդի։ Ամեն։ Ուրեմն հաջորդ բանը, որ ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, Աստծո խոսքը ուղարկվեց մեզ, որ այն
ուղակի փրկի, բժշկի եւ ազատագրի։ Այսօր ինչի կարիք ունեն մարդիկ։ Երբ որ նայում ես համատարած բոլոր քրիստոնյաները կարիք ունեն փրկության, բժշկության, օրհնության, անեծքից ազատագրման։ Ես տեսել եմ, ասենք, երկար տարիների եկեղեցի հաճախող անձնավորության, երկար 30 ավել տարի, որ եկել է, ասենք, իմ մոտ ասել է հով ջան, աղոթելի թող անեծքը իմ ընտանիքի վրից քանդվի։ Ու ես շատ եմ զարմացել, ոնց մարդ 30 տարի եկեղեցի գա եւ ինքը 30 տարի հետո գա ասի աղոթի որ անեծքը քանդվի իմ կյանքից։ Հայ 30 տարի դու ինչ բան էիր։ Հայ 30 տարի դու ինչ էիր անում, ինչ բան էիր։ Հասկանում եք։ Ուրեմն Աստծո խոսքը ինչ արել, ուղարկվել է մեր մոտ, որ մեզ փրկի ու բժշկի։ Հավատում եք սրան, որ անեծքները քանդի, որ ամեն տեսակի խնդիրները լուծի։ Սաղմոս 107:19-20 ասում է. Տիրոջը կաղաղակեն իրենց նեղության մեջ ու կփրկի նրանց։ Իրենց տառապանքներից իր խոսքը կղրկի ու կբժշկի նրանց ու կազատի նրանց իրենց կործանումից եւս ու կազատի իրենց կործանումից։ Մի հատ էլ կարդամ։ Տիրոջը կաղաղակեն իրենց նեղության մեջ։ Հարց. կա մեկը որ նեղություն ունի, խնդիր ունի, դժվարություն ունի։ Ասում այդ նեղության մեջ Տիրոջը կաղաղակեն, ինչ կանի։ Իստեղ ասում կփրկի իրենց տառապանքներից։ Ոնց։ Իր խոսքը կղրկի։ Տերը երբ որ ուզում է մեկին բժշկի, փրկի, ազատի, այդ փրկելու, այդ բժշկելու, այդ ազատելու համար իր խոսքն է ուղարկում։ Իր խոսքը։ Եվ երբ որ մեկը ասենք, գիտեք, շատերը զգացմունքների են սպասում։ Ասենք, աղոթում ես մեկի համար, սպասում է, որ սենց մեջքին են փշաքաղվելու բաները դուրս գանեն, մուրաշկիկը սենց մարմինները սենց մի հատ բան եղնեն։ Իրանք ուշադրություն չէ դարձնում խոսքին, որ իրանց ասվում է։ Իրանք ուշադրություն են դարձնում իրանց զգացմունքներին։ Այնտեղ մեջքը տաքացավ, գլուխը տաքացավ, ոտերը տաքացավ, փորը տաքացավ, մի բան տաքացավ, թե չտաքացավ։ Թե եթե ասենք մի բան տաքանում, ասում է, հա, ուրեմն այստեղ մի բան եղնում է։ Սա զգացմունքները, մարդը ամբողջությամբ հենվում է զգացմունքներին, բայց չէ, Տերը ասում է, որպեսզի քեզ օգնեմ, քեզ բժշկեմ, քեզ փրկեմ, բավական է իմ խոսքը ուղարկեմ։ Իմ խոսքը բավական է, որ հասնի քեզ, ու երբ որ դու այդ խոսքս վերցնես, հիմա այդ խոսքը քո կյանքում արմատապես փոփոխություններ կանի, արմատապես խնդիրներդ կլուծի։ Այդ խնդիրները կապ չունի, թե ինչքան են մեծ, եւ այդ բարդույթները ինչքան են դժվար, դա բոլորովին կապ չունի։ Կարևորը նա է, որ այդ ուղարկված խոսքը դու ընդունում ես, վերցնում ես, դնում ես քո սրտի մեջ եւ ասում ես, որ սա է ճշմարտությունը, ոչ թե իմ զգացմունքները։ Երևացածը ժամանակավորը, չերևացածը հավիտենականը։ Իսկ չերևացածը Աստծո ուղարկած այդ խոսքն է, որ քեզ է ուղարկում, եւ սա է հավիտենականը։ Այդ երևացածին դու պետք է ասես լսի երևացած, այս չերևացածը, որ ինձ ուղարկեց Տերը, սա է իմ ճշմարտությունը կյանքի։ Ես սրան եմ հավատում, ես սրան եմ հենվում, եւ սրան եմ տեղ տալիս։ Ամեն։ Եսայի 53:4-5 հետեւյալն է ասում. Անշուշտ մեր ցավերը ինքը կրեց եւ մեր վշտերը իր վրա վերցրեց, իր վերքերով մենք բժշկվեցինք։ Լավ, ուղարկել է Տերը այս խոսքը։ Սաղմոսում ինչ էր ասում։ Մի հատ Սաղմոսներից կարդանք նորից։ Տիրոջը կաղաղակեն իրենց նեղության մեջ ու կփրկի նրանց եւ իրենց տառապանքներից, իր խոսքը կուղարկի ու կբժշկի նրանց։ Հիմա Աստված իր խոսքը Հիսուս Քրիստոսին ուղարկեց։ Սկզբում էր խոսքը Աստծո մոտ էր
եւ խոսքը Աստված էր եւ խոսքը մարդ դարձավ։ Այսինքն մարմնացավ։ Այս խոսքը ուղարկեց ինչի համար։ Այս խոսքը ուղարկեց որպեսզի անշուշտ մեր ցավերը ինքը կրեց եւ մեր վշտերը իր վրա վերցրեց եւ իր վերքերով մենք բժշկվեցինք։ Այս խոսքը սրա համար ուղարկեց։ Բոլոր վշտերը վերցնի, բոլոր ցավերը կրի եւ իր վերքերով բոլորին բժշկեց։ Այս խոսքը սրա համար ուղարկեց։ Հիմա ուղարկված է խոսքը, այս խոսքը ինչպիսի խոսք էր, մենք ասացինք, որ հավիտենական խոսք է, եւ սա անփոփոխ խոսք է։ Հիմա այս հավիտենական եւ անփոփոխ խոսքը ուղարկել է։ Որն է այդ անփոփոխ եւ հավիտենական խոսքը։ Սա հավիտենական եւ անփոփոխ խոսքը ամեն հավատացյալի համար, ովքեր որ հավատում են Աստծուն եւ նրա խոսքին, ասում է, որ մեր ցավերը ինքը կրեց, մեր վշտերը իր վրա վերցրեց, իր վերքերով մենք բժշկվեցինք։ Չի ասում պիտի նոր բժշկվենք։ Արդեն բժշկվեցինք։ Եվ սա իրականություն է, սա փաստ է, սա փոխարինելի անփոփոխ իրականություն է ու ճշմարտություն է։ Հասկանում եք, ինչքան է կարևոր, որ մենք հասկանանք, որ խոսքը արդեն ուղարկված է, հավիտենական խոսքը ուղարկված է։ Այստեղ խնդիրը մեր հավատքի մեջ է, խնդիրը մեր մոտեցման մեջ է, խնդիրը մեր ընդունման մեջ է։ Ինչքանով ենք մենք սա կարողանում ընդունենք եւ ինչքանով չենք կարողանում ընդունենք։ Ինչքանով ենք մենք սրան հավատում եւ ինչքանով չենք մենք հավատում։ Որովհետեւ մեր զգացմունքները ասում են, որ երևի դա քո համար չի, երևի դա Տերը քեզ շատ չի սիրում, քո աղոթքները չի լսում։ Հենց այդ Տիրոջ խոսքը դնում ենք այս կասկածանքների տակ, նրա խոսքը դնում ենք այս թերահավատության տակ, դա մեր կյանքում չի գործում։ Բայց երբ որ մենք չենք նայում մեր զգացմունքներին, մեր մտածելաձևին, մեր այդ հակառակություններին, ասում ենք լսի, այս զգացմունք, նա խելոք մնա, հանգիստ մնա, Տերը իր հավիտենական խոսքը ուղարկել է, հռչակել է, նա մարմնացում է տվել եւ նա ասում է, որ նրա վերքերով ես արդեն բժշկված եմ, իմ ցավերը վերցրել է, իմ տառապանքները վերցրել է, այս սա է այն հավիտենական ու այն ճշմարտությունը, սա է այն անփոփոխը, որ չի կարելի փոխել եւ սրան չի կարելի չհավատալ։ Ես սրան եմ հավատում, ես սրա վրա եմ կանգնում, ես սրանով եմ ապրելու, ես սա եմ ասելու, հռչակելու իմ կյանքի մեջ եւ ասելու եմ, որ անոր վերքերը արդեն ինձ բժշկել են։ Մի անգամ Լեստեր Սամերլը մի հատ պատմություն էր պատմում, ասում է Արգենտինայում, եթե չեմ սխալվում, կոնֆերանս էր, մեծ կոնֆերանս էր։ Եվ այդ կոնֆերանսում ասում է մեծ ավետարանչական կոնֆերանս էր, եւ այս մեծ ավետարանչական կոնֆերանսում ասում է հիվանդների համար աղոթում ենք, ավետարանացինք, ապաշխարության եկան մարդիկ, սկսենք հիվանդների համար աղոթել, մեկ էլ այդ ժամանակ ասում է մի հատ կին վերջում, ասենք ով վկայություններ ունի, Տերը ինչ արեց, մի հատ կին ասում է եկավ առաջ, ասավ ես վկայություն ունեմ, ասում է այս կնոջը հրավիրեցինք բեմ, ասենք արի, իլա տեսնենք ինչ ես ասում։ Այս կինը բարձրանում է բեմ, ասում է լսեք, երբ որ Լեստեր Սամերլը ասեց, որ Քրիստոսի վերքերով բժշկված եք, ես ասում եմ հավատացի, ընդունեցի դա, դարձրեցի իմը, տեսնում եք իմ զոբը, ասում եմ այստեղ մեծ զոբ կար կախված։ Այս զոբը տեսնում եք, ասում եմ Տերը այս զոբս բուժեց, բժշկեց, ես ազատվեցի, փառք Հիսուսին։ Դե մարդիկ ծափ են տալի, որ այդ կինը տենց հավատում է, բայց զոբը դեռ կախված է, կախել է մեծ բան։ Ասում է, ասավ անցավ մի տարի Լեստերն է պատմում, ասում է հաջորդ տարին այդ նույն տեղը նորից կոնֆերանս էին հրավիրել, նույն ձևի մի հատ ավետարանչական կոնֆերանս ինձ հրավիրել էին նորից այդ տեղը քարոզելու։ Ասում է գնացի, նորից քարոզեցի, կոչ արեցին, եկան մարդիկ նորից ապաշխարին, բժշկվեցին։ Հիմա հարցինք ով վկայություն ունի, ասում է մեկ էլ տեսանք որ հերթերում այդ վկայություն տվողների մեջ նորից այդ կինն է։ Էլի նույն զոբով։ Եկել է բարձացել է վեր, մեկ էլ ասում է այս կինը ասեց վկայություն եմ ուզում տամ, անցած տարի ես նույն ժամանակ, երբ որ Լեստեր Սամերլը ասեց, որ դու Քրիստոսի վերքերով բժշկված եք,
այդ ժամանակ ես հավատքով վերցրեցի, ուզում եմ ասեմ, որ այդ տարվանից հետո ես բժշկված եմ։ Դե որ մեկը մի քրիստոնյա սենցանիկ ասեն, գլխի հետ ընկերություն չի անում խելքի հետ։ Հələ մի հատ այ քույրիկ ջան, քեզ հայլում նայի, այդ զոբիկ մեծությանը նայի, ինչքան է մեծ։ Մի հատ դες ինչ ես եկել ստի սուտի մուտի բաներ ես խոսում։ Մեր ռեակցիան շատ ժամանակ sense կլներ, չէ՞։ Այս ձևի կանանց հանդեպ։ Ասա մի տարի էլ անցավ, երրորդ տարին են, այդ նույն տեղը կոնֆերանս անում, դե եկեղեցիներ ունեն, սովորույթ ունեն, ամեն տարի նույն ամսում կոնֆերանսներ են անում, նույնիսկ նույն օրերում։ Այս Արգենտինայի եկեղեցին այդ սովորույթը ունի ամեն տարի այդ ժամանակ նորից Լեստերին հրավիրում են Սամարալին։ Ասում են նորից գնացինք ավետարանին, քարոզեցինք հարյուրներով, հազարներով, մարդիկ եկան, մեկ էլ ասենք ով վկայություն ունի, ասում են մեկ էլ այդ կնոջը արդեն ինձ հետաքրքիր էր, այդ կինը կգա թե չի գա։ Ասում են հերթում տեսա էլի այդ կինը գալիս է։ Ու ասում են նորից այդ կինը եկա, բարձացավ բեմ, ասի Աստված ջան, մենակ էլի նույն բանը չանցի։ Մեկ էլ ասեց 3 տարի առաջ, թե քանի տարի առաջ արդեն, 3 տարի առաջ Լեստեր Սամրելը, երբ որ ասենք աղոթեց, այն ժամանակ Տեր Հիսուսը ինձ զոբից բժշկեց, ասում զոբը կախված է։ Վերջը, այնտեղ եղեթորներից մեկ ասում այ քույրիկ ջան, գնա մի հատ հայլում քեզ տեսել է, 3 տարի նույն բանն ասում ես, բայց զոբդ վրա տախես տենց բաներ ասում։ Այս քույրիկը խիստ վիրավորվում է, շատ խիստ։ Գնում է տուն։ Ծնկի է գալիս։ Բասմատեր։ Այս մարդիկ չեն հավատում, որ ես բժշկված եմ։ Այս մարդիկ չեն հավատում։ Այս երևացածի խաթեր չեն հավատում, որ դու ինձ բժշկել ես։ Խնդրում եմ, այդ անհավատների համար, այս էլ վրիցս վեր կա։ Ես ուզում եմ եկուց էլ գդամ մի հատ վկայություն տամ։ Մեկ էլ հաջորդ օրը, այդ վերջի ավետարանչության ժողովից հետո, երբ որ ասում են, ով վկայություններ ունի, Լեստեր Սամարելը տեսնում է, որ հեռվից այդ կինը գալիս է, բայց առանց զոբի։ Երբ որ բարձանում է բեմ, վերցնում է միկրոֆոնը, ասում է ես 3 տարի ձեզ վկայեցի, որ ես բժշկված եմ։ Բայց դուք երևացածին նայեցիք եւ չնայեցիք չերևացածին սրտի հավատքին։ Իմ մեջ հավատքով ես վերցրել եմ այդ բժշկությունը։ Բայց Տերը թույլ տվեց, որ դուք երևացածին նայեք եւ տեսնեք ձեր սրտերի հավատքը։ Բայց ես 3 խնդրեցի Տիրոջը, երևացածն էլ վեր առավ ինձանից, որ դուք անհավատներ հավատաք, որ Տերը բժշկող Աստված է։ Հավիտենական Տիրոջ հռչակած խոսքը անփոփոխ է։ Եվ դա չի կարելի փոխել։ Եվ դա չի կարելի որևիցե ձևով այդ հավիտենական անփոփոխությունը դնել կասկածանքի տակ։ Եթե մի բան Տիրոջ բերանից դուրս է եկել, նա նպատակ ունի դուրս է եկել, որպեսզի իր նպատակին հասնի, գործի, այդ խոսքը գործելու համար է դուրս եկել։ Այդ խոսքը դուրս է եկել, որպեսզի իր նպատակը իրագործի, իր կամքին հասնի, ով է հավատում սրան։ Ես մի հատ պատմություն եմ ուզում կարդալ Մատթեոս ավետարանից։ Բերեք կարդանք, ոչ եմ հոգնածում ձեզ։ Մատթեոս ավետարանից 8-րդ գլխից եւ 5-րդ խոսքից մի հատ պատմություն կարդանք։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Եվ երբ Հիսուսը մտավ 5-ից կարդանք, եւ երբ Հիսուսը մտավ Կափարդիայում, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որն աղաչում էր նրան, եւ ասում. Տեր, ծառաս տանը անդամալույց պարկած, չարաչար տանջվում է։ Եվ Հիսուսը նրան ասաց. ես կգամ։ Ինչ լավն է չէ մեր Տերը։
Չի գարա մեր Տերը։ Պատրաստ է միշտ գալու։ Բոլոր նրանց տուն, բոլոր նրանց ընտանիքները, ովքեր որ Տիրոջը դիմում են, իրանց ծառաների համար, իրանց երեխեքի համար, իրանց խնդիրների համար, Տերը ասում է, ես կգամ, կբուժեմ։ Բայց ստեղ ինձ սա չի ավելի շատ զարմացնում։ Ստեղ ինձ ավելի շատ զարմացնում այս հայրապետի ռեակցիան, վերաբերմունքը։ Գիտեք ինչ ասում։ Երբ որ ասում է ես կգամ ու կբժշկեմ Տեր Հիսուսը։ Հայրապետը ասում է. «Չէ, Տեր, ես արժան չեմ քեզ իմ հարկի տակ ընդունել, բայց միայն մի խոսք ասա»։ Այսա ինձ շատ զարմացնում եւ ուրախացնում։ Ասում է մի հատ խոսք ասա։ Մի խոսքը քո բավարարա։ Նայեք այս մարդի հավատքին, սա հեթանոս է։ Աստծուն լավ չի ճանաչում։ Հրաների գրքերը չի կարդացել։ Ինքը ընդամենը հարյուրապետ մարդ է, հեթանոսական բանակի։ Բայց ասում է բաներ, որ քրիստոնեության մեր հավատքի հիմնակարերից են։ Ասում է մի բան, որը խիստ զարմացնում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Ասում է ընդամենը մի բան ասա։ Եվ իմ ծառան կբժշկվի այդ քու մի բան, մի ասած բանիցդ, մի ասած խոսքիցդ իմ ծառան կբժշկվի։ Լանայեք հայրապետը ինչքան խորը հավատք ուներ մարդու բերանից դուրս եկած խոսքի հանդեպ։ Ինչքան խորը հավատք եւ համոզմունք ուներ, որ եթե Տեր Հիսուս Քրիստոսը ընդամենը մի խոսք ասեր, այդ խոսքը պետք է իրավիճակներ փոխեր։ Այդ խոսքը պետք է ամբողջության բժշկության ենթակայացներ իր ծառային։ Եվ ինչ ասում։ Որովհետև ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ։ Ասում եմ, այս մեկին գնում են, մեկին արի գալիս է, եւ այս բաները արա եւ անում են, երբ Հիսուսը լսեց այս զարմացավ։ Եվ ասաց իր հետևից գնացողներին, ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ ես այսպիսի մեծ հավատք չգտա, չտեսա այդ ձևի հավատք։ Հրաներ, դուք այս ձևի մեծ հավատք չունեք, դուք դարերով, տարիներով ասում եք մենք Տորան ենք կարդում, մենք Եհովային ենք հավատում, մեզ համար Եհովայի խոսքը կարևոր է, արժեքավոր է, բայց այս հեթանոս հայրապետի չափ դուք հավատք չունեք։ Ես ձեր մեջ այս ձևի հավատք չտեսա, ինչի համար։ Այս մարդը հավատաց խոսքի ուժին եւ խոսքի զորությանը։ Գիտեք որ խոսքի։ Այն խոսքի, որ մեր ձեռքերում են։ Այն խոսքի, որը մեզ տրված է որպես ժառանգություն։ Մեզ թվում է, թե հեսա երկնքից նորից պետք է Տերը գա, մի հատ հրաշք անի, մի բան անի, չէ։ Հրաշքը այսօր մեր տանն է։ Մեր գարդյուրներում, մեր շկաֆների վրա շատ ժամանակ չենք էլ բացում, չենք էլ կարդում։ Եվ այդ խոսքը շաբաթներով փոշի անստում այդ խոսքի վրա։ Եվ այդ խոսքով մենք շաբաթներով չենք սնում մեր հոգիները։ Եվ այս խոսքը մնում է պարապ, փոխանակ դնենք գործի մեջ։ Մնում է անգործ, փոխանակ դա աշխատի մեր կյանքի մեջ։ Եվ մենք թույլ չենք տալիս, որ այդ խոսքը սկսի գործել, որովհետև դա հավիտենական անփոփոխ խոսքն է Աստծո, որը ուղարկված է մեզ, որպեսզի դա ստանա բնույթ, որ դա ստանա պատկեր, որ դա ստանա դառնա մարմին։ Այս հայրապետը այս գաղտնիքը գիտեր։ Գիտեր խոսքի ազդեցությունը, խոսքի իշխանությունը։ Տերը ուզում է, որ մենք էլ այսօր հավատանք Աստծո բերանից դուրս եկած խոսքի զորությանը եւ իշխանությանը,
որ եթե մի բան արդեն դուրս է եկել Աստծո բերանից, այդ խոսքը ինչա դա կատարվելու է եւ դա դատարկ ետ չի վերադառնա ում կյանքում ով կհավատա Սմիթ Վիգելսվորթը ինքը հիասքանչ մի մարդ է որոշ աղբյուրներ ասում են որ 23 հոգի մեռելներից հարություն ա տվել որոշները ասում են 14 հոգի եւ վիճում են նրանք ասում են 14 մյուսները ասում են 30 23 ով աճիրտ 23 24 հա եւ այս վեճը գնում է բայց կարևոր չի եթե 14 հոգի էլա մեռելներից հարություն առել դա մեծ թիվ է ասում է երբ որ առաջի անգամ հարություն տվեց Սմիթ Վիգելսվորթը իր կնոջը իր առաջի հարությունից հետո կինը Պոնին 15 տարի ապրեց բայց երբ որ 15 տարի հետո նորից կինը մահանում է Սմիթը դուրս է անում այդ բոլոր իր կնոջ մարմինը բերողներին տանից կնոջը հանում է դիվանի վրա պարկասնում է դագաղից եւ ասում է Պոնի ետ վերադարձի ասում է Պոնին ետ չէր ուզում վերադառնա ինքը ասում էր Պոնի ես Հիսուսի անունով եմ ասում ետ վերադարձի գիտեք խոսքը ինչ ազդեցություն ունի հավատքի խոսքը եւ Պոնին երբ որ հետ է գալիս ասում է ասեց Սմիթ երբ որ դու ասում ես հետ արի ես Տիրոջը ասում եմ Տեր ինձ հետ մի ուղարկի ասում էր Պոնի Տեր ինձ ասավ Պոնի ես քեզ չեմ կարա հետ չուղարկեմ որովհետեւ իմ որդի Սմիթը Վիգելսվորթը քեզ հետ է պահանջում ասում էր չէ Տեր ես չեմ ուզում գնամ ասում էր չէ չես կարա չգնաս որովհետեւ Սմիթը իմ որդին Վիգելսվորթը քեզ ասում է որ դու հետ գնաս այդ մարմնի մեջ բայց ասում է գնա եւ ասա Սմիթ Վիգելսվորթին որ քո ժամանակը երկրի վրա սպառվել է եւ արդեն դու էլ ընդեղ անելիք չունես եւ իրան ասա որ թողա քեզ որ դու գաս ինձ մոտ եւ ասում է երբ որ Պոնին եկավ նորից իր մարմնի մեջ ամբողջ գիշեր մինչև առավոտ Սմիթ Վիգելսվորթին մենակ մի բան էր խնդրում Սմիթ սիրելիս ամուսինս թող ինձ իմ ժամանակը սպառվել է Տերը ասում է որ ես էլ անելիք չունեմ ես ինչ անելու էի արեցի թող ինձ թող ես գնամ իմ Տիրոջ մոտ այն հանգիստը այն ուրախությունը որ Տերը պատրաստել է ասում է եւ քանի որ Սմիթ Վիգելսվորթը շատ էր սիրում Տեր Հիսուս Քրիստոսին ավելի քան Պոնին իր կնոջը ասում է համաձայնվեց Տեր Հիսուս Քրիստոսի այդ առաջարկի հետ ասեց լավ սիրելիս ես քեզ թողնում եմ եւ ասում է միայն առավոտյան նրա կինը թողեց նորից իր մարմինը եւ գնաց Տեր Հիսուս Քրիստոսի արքայությանը միացավ նրանք ովքեր որ հասկանում են խոսքի դերը եւ խոսքի արժեքը նրանք իրենց կյանքի մեջ կարող են արմատապես փոփոխություններ բերել իմ կոչը սիրելի եղբայր սիրելի քույր այսօր կայանում ադրանում հավատքով բռնի Աստծո անփոփոխ եւ հավիտենական խոսքը եւ թույլ տուր որ Աստծո անփոփոխ եւ հավիտենական խոսքը քո կյանքի մեջ արմատական փոփոխություններ անեն հրաշքներ բժշկություններ ու ամենատարբեր դրսևորումներ անեն ամեն եթե համաձայն ես ինձ հետ բերեք բարձրանանք ոտքի ես ուզում եմ այսօր ոչ թե ձեր բժշկությունների համար աղոթեմ ձեր հրաշքների համար այդ դուք պետք է աղոթեք երբ որ կգնաք տուն դուք դրա համար կաղոթեք ես ուզում եմ այսօր ձեզ համար աղոթեմ որ ձեր մեջ ձևավորվի Աստծո հավիտենական եւ անփոփոխ խոսքի հանդեպ մի նոր հավատք, մի նոր ապավինություն, մի նոր բնույթի վստահություն,
որ դուք թույլ տաք, որ այդ խոսքը հավիտենական եւ անփոփոխ խոսքը հրաշքներ անի ձեր կյանքի մեջ։ Դուք դրա կարիք ունեք եւ թույլ տվեք Աստծո խոսքը գործի այնպես, ինչպես երեք էր գործում։ Եվ թույլ տվեք, որ Աստծո խոսքը, որ երեք այսօր ու հավիտյան նույնն է, երեկվա պես ոնց որ հրաշքներ էր անում, այսօր էլ հրաշքներ անի ձեր կյանքի մեջ։ Մի կասե, որ Աստծո գործը կամ Աստծո խոսքը այսօր չի գործում, տենց բան չկա, նա հավիտենական է, անփոփոխ է եւ երեք այսօր ու հավիտյան նույնն է։ Ես խնդրում եմ Տեր, ես հիասքանչ եկեղեցու համար, ես